Իլհամ Ալիևը շատ ուղիղ եւ կանխատեսելի հակառակորդ է, շատ պարզ խոսում է Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի մասին, երբեք էլ չի թաքցրել իր վտանգավոր նպատակները, դրանք չհասկանալը ու չկանխելը ոչ թե իր խելքի, այլ մեր տգիտության նշանն է, ասում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, նկատի ունենալով Ալիևի բոլորովին թարմ հայտարարությունն այն մասին, թե 5 քարտեզների վրա չկա Սևան, կա Գյոյչալիչ, եւ թե հայերը խեղաթյուրում են անցյալը։ Նայում ես մամուլը, ընդ որում հենց ադրբեջանալեզու մամուլը, ունդեղ տեսնում ես հստակ շարունակվում է արևմտյան Ադրբեջան զավթողական հայեցակարգը, դա կոնկրետ օրինակ հրապարակվում են գրքեր, կազմակերպվում են շնորհանդեսներ, ցուցահանդեսներ եւ այնտեղ ներկա են լինում նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, որոնք հայերին վատաբանում են, ատելության խոսք են տարածում եւ նույն ժամանակ անցած շաբաթվա մեջ Ալիևը 2 անգամ ելույթ ունեցավ Ֆիզուլիում եւ այդ 2 ելույթներն էլ բավականին ագրեսիվ էին ուղղված հայերի դեմ, նա շարունակում է հայերին կոչել թշնամի, այսինքն որոշում է եւ յուղում է եւ դաղում, ձևացնում է որտեղ իրան պետքա որ կա բացառիկ խաղաղության գործընթաց, արտաքին բոլոր դերակատարներին ասում են պատմական բան է տեղ ունեցել, հետ ես գնում այդ երկիր, տեսնում ես ոնց դու թշնամի կայր այդ երկրի մեջ, հանրության մեջ, այնպես դու շարունակում ես մնալ թշնամի։ Ու այս երկուսը բացարձակ իրար հետ չի համընկնում, նույնիսկ ադրբեջանցի իհարկե դրսում ապրող ակտիվիստներից մեկն էլ մի բավականին լավ հոդված գրել իմ կարծիքով, որ չի կարող այսպես խաղաղություն կառուցվել, այսինքն Ադրբեջանը երկակի խաղ է խաղում, արտաքին աշխարհին ներկայանում է որպես խաղաղասեր, ընդ որում դա նաև Փաշինյանի օգնությամբ, ոչ թե նաև այ հենց Փաշինյանի օգնությամբ, իսկ ներքին լսարանում շարունակում է ատելություն քարոզել։ Ինչ վերաբերում է հակադարձմանը, ապա Հայաստանի իշխանությունները, որոնք անզիջում են օրինակ հայ առաքելական եկեղեցու սպասավորների դեմ պայքարում, հակադարձել Ալիևի հայտարարություններին մտադիր չեն։ Հակառակը միտված են կրկնել հռետորաբանությունն ու շարունակել տրամաբանությունն արդեն գործողությունների տեսքով։ Իրականում ոչ միայն հակադարձում չկա, այլ շատ հաճախ կրկնվում է բառացի հայտարարությունները, մեկ-մեկ կարդում ես, եթե չկարդաս ով է խոսքը ասել, կշփոթես, դա Յենի Ադրբեջան կուսակցությունից էր, թե Հայաստանի իշխող կուսակցությունից էր այդ պատգամավորը խոսում։ Այդ կարգի նույնական են խոսքերը, նույնը Փաշինյանի եւ Ալիևի խոսքերը։ Եկեղեցու դեմ պայքարը լիովին բխում է ադրբեջանական Փաշազադեի առաջ քաշած նպատակներից, որոնք փորձում է կյանքի կոչել հայկական Փաշինյանը։ Ադրբեջանում եկեղեցու հետ կապված, ինչպես նաև տարբեր այլ ընդդիմախոսների կիրառում է ռևանշիստ տերմինը եւ ամբողջ մամուլի հիմնական վերնագիրը գնում է, որ Փաշինյանը կոտրում է, ջարդում է ռևանշիստական եկեղեցին Հայաստանում։ Այս տրամաբանությամբ է գնում, ես ուզում եմ հիշեցնել, որ վերջերս էլ Փաշազադեն Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ էլի շեշտեց, թե իբր եկեղեցին խոչընդոտում է խաղաղության կառուցմանը։ Այսինքն իրենք կոնկրետ խնդիր ունեն հայ պետությունը եւ հայ հանրությունը վերածել գաղափարազուրկ ազգային ինքնության դիմագիծ ունեցող մի պետության եւ հանրույթի, որի հետ կարելի անել ցանկացած բան։ Ու այդ ճանապարհին կան կարևոր մի քանի խոչընդոտներ։ Այդ խոչընդոտներից մեկն էլ եկեղեցին է եւ հիմա ամբողջ ռեսուրսը դրվել է հենց եկեղեցին այդ ճանապարհից հանելու, հեռացնելու համար։ Ընդ որում ես ձեզ ասեմ, եղել է ԿՊ պատգամավոր, որը նույնիսկ ազգային ժողովի ամբելից ասաց, եկեղեցի չի տեղավորվում պետության մեր մոդելի մեջ։ Եվ նա երևի ամենաազնիվները դարձել։ Հայաստանի ազգային ժողովի նախագահն իր կարծիքով տրամաբանական եւ շատ ընկալելի բացատրություն է տվել Սևանը Գյոյչի անվանելու մասին հայտարարությանը։ Այն ժամանակ պետք է ասեմ, որ դա նախատեսված է իր ներքին լսարանի համար։ Նա անգամ հիշատակում է արցախցիների հետ վերադարձի մասին, քանի որ այս պահին դա հարմար է, բայց Ալիևը միայն ադրբեջանցիների վերադարձն է նկարագրում, հայերի վերադարձը իրենց բնորան ոչ Ալիևին է պետք եւ ոչ էլ Փաշինյանին։ Ուզում եմ չէ, ես իրան չեմ ուզում մեկնաբանեմ այս առումով, որովհետեւ դա անշնորհակալ գործ է, որովհետեւ կրկնում եմ, դա ներքին լսարանի համար նախատեսված խոսույթ է, բայց միևնույն ժամանակ ասում եմ, մարդը դուք որ ասում եք, որ գրավելու եք բառ, ընդհակառակը ես այնտեղ տեսնում եմ, որ ասում եմ մենք պատերազմով չի այդ հարցը լուծվելու մեքենաներով, ոչ թե տանկերով, այդ նախադասությունը հո ես իմաստեղ չհնարեցի, իր խոսքից ես եմ հիմա մեջ բերում։ Բավական նորմալ է, այսքան Սևանը իրենց ասելով որ Ինչ Սևան չի։ Այսինքն երբ որ մենք խոսում ենք Ղարաբաղի բնակիչների
վերադառնալու մասին, իրենց տներ, մենք տանկերի մասին ենք խոսում, դա նորմալ է, որ պետք է Ղարաբաղի բնակիչները վերադառնան։ Եթե մենք խաղաղություն կարելի է վերջացնել, թույլ կտակ վերջացնեմ։ Նկատել եք, որ հարցազրույց եմ տալիս։ Թույլ կտակ վերջացնեմ։ Եվ թեկուզ Ալիևը խոսել է իր ներքին լսարանի համար, բայց չի մտահոգվել, որ ականջներ ունեն նաև արտաքին աշխարհում, եւ դա լսվում է ամենուր։ Թշնամական հռետորաբանությունը Ադրբեջանում չի դադարել, իսկ վերջին 40 օրերին ավելացել է, ասում է Տաթևիկ Հայրապետյանը։ Այս օրերին այդ 44-օրյա պատերազմի օրերն են։ Ամեն օր ադրբեջանական մամուլում այդ պատերազմի հետ կապված նյութ է հրապարակվում։ Նորից վերհիշում են Ալիևի ելույթները, այսինքն նորից այդ ամբողջ պատերազմի հետ կապված ատելության քարոզությունը ուղղակի փտտում է ադրբեջանական մամուլում եւ ասեմ նաեւ որ ռազմական շքերթի են պատրաստում նոյեմբերի 9-ի հետ կապված։ Բոլոր հայերից թերևս միայն Փաշինյանն է, որին ադրբեջանական հանրությունը թշնամաբար չի ընկալում, ճիշտ հակառակը։ Փաշինյանին հիմնականում շատ դրական են վերաբերվում, բնականաբար նրա քայլերը ողջունում են, եւ նույն ժամանակ ասում են, որ պետք է շարունակել այդ ճնշումը գործադրել, որպեսզի ինքը Ադրբեջանի կամակատարի դերից դուրս չգա որևէ կերպ։ Այսինքն իրենք շատ լավ հասկանում են, որ Փաշինյանը իր իշխանությունը կապել է Բաքվի կամքի հետ, այդպես է առաջնորդում, իրենք էլ մաքսիմալ փորձում են իրենց կամքը թելադրել։ Փաշինյանն արդեն հայտարարել է իր առաջադրման եւ առաջիկա ընտրություններին իր մասնակցության մասին։ Դա գոհացուցիչ փաստ է ադրբեջանական լսարանի համար։ Ալիևն իր հերթին ավելորդ գրակոչներ սահմանին թույլ չի տա։ Առնվազն փորձագիտական դաշտում արդեն կա այն մոտեցումը, որ մեզ պետք է որ Փաշինյանը մնա իշխանության, եթե Փաշինյանը փոխվի կարող են լինել խնդիրներ, դրա մասին արդեն բավականին բաց տեքստերով խոսում են։ Ինչ վերաբերում է աջակցությանը, բնականաբար աջակցելու է եւ ես չեմ կարծում դա միայն գրակոչների հետ է կապված։ Ըստ թվում է մի քիչ սխալ է մտածել, որ դա ուղղակի Ալիևի կամքն է չկրակել, այստեղ կա բավականին լուրջ միջազգային ներգրավվածություն, Միացյալ Նահանգները իրապես ներգրաված է այս գործընթացներում եւ հետեւում է գործընթացներին, ուստի չեմ կարծում, որ կրակոց լինի, դա Ալիևին ձեռնտու է իրավիճակում հայտնվել, ինքն էլ է ուզում այդ խաղաղության դերը խաղալ ու Թրամփի հետ երկկողմ հարաբերությունում դա օգտագործել, ինքը տենց մի քանի բազմակողմանի է էլի իր հաշվարկը ու իր խաղը Եվ նույն ժամանակ այդ ժեստերը կարող են լինել այդ մի քիչ կորեկա ուղարկում Հայաստան, մի քիչ էսա գալիս, այնա գալիս, տեսեք, գործընթացներ կան, այս ձևով կարող են լինել։ Շատերն են քննարկում Ալիևի ագրեսիվ ոչ խաղաղ նկրտումները Սևանա լճի մասին, բայց քչերն են հարց տալիս, ինչու հիմա։ Չէ՞ որ Ալիևին շատ ու շատ ձեռնտու է Նիկոլի դիրքերի ամրացումը Հայաստանում ու փոխանակ օգնի մի բան էլ վնասում է, սեփական իրական օրակարգը բացահայտելով։ Իր Facebook-յան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ուստի ինչու հիմա, ենթադրում է նա, մեջբերում գրառումից, Ալիևը դրանով Նիկոլին անբավարար է նշանակում քննությունից եւ գցում լիկվիդ։ Նիկոլը առերևույթ տապալել է հայ եկեղեցու դեմ կենաց մահու կռիվը, իսկ դա Ալիևին հեչ դուր չի գալիս։ Ասում են տղա ջան, բան ես խոսք տվել, արա, գրել է փաստաբանը։ Շաքե Ավոյան, հրապարակ։